Բարի օր, այսօր խոսենք սուր բակտերիալ վարակիչ հիվանդություններից, քութեշի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, բժիշկ վարակաբան Անահիտ Առաքելյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի, քութեշը թերևս տարածված եւ հայտնի հիվանդություն է, սակայն քիչ բան գիտենք այս հիվանդության մասին, որոնք են տարածման պատճառները։ Նախ ներկայացնեմ քութեշը ինչ է իրենից ներկայացնում։ Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկն է եւ հիմնական կլինիկական նշանները բարձր ջերմություն, թարախային անգինա եւ մարմնի ցան։ Ես հիմնականն եմ ասում, մի փոքր ավելի մանրամասն փորձեմ ներկայացնել։ Ինչպես ցանկացած վարակիչ հիվանդություն, քութեշը եւս ունի շրջաններ, գաղտնի շրջան, ծաղկման շրջան հիվանդության եւ լավացման շրջան։ Գաղտնի շրջանը նույն ինկուբացիոն շրջանը, դա այն օրերն են, երբ երեխան արդեն վարակվել է բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկով, բայց դեռ կլինիկական նշաններ չունի։ Այսինքն իրեն լավ է զգում, ուտում է, խմում է, այնպեսին է, ինչպեսին որ կար մինչև հիվանդ լինելը։ Դա կարող է տևել 1-ից 3 օր, բայց այդ ընթացքում երեխան վարակիչ է։ Նա կարող է վարակել այլ երեխաների։ 1-ից 3 օր հետո արդեն սկսվում են առաջին կլինիկական նշանները, սովորաբար սկսվում է բարձր ջերմությունով, անգինայի երևույթներով եւ երկրորդ օրը, սովորաբար երկրորդ-երրորդ օրը դիտվում է առատ ցան, ամբողջ մարմնին։ Սկզբնական շրջանում կարող է դիտվել կրծքավանդակի վերին հատվածում, այնուհետև տարածվել ամբողջ մարմնով։ Առանձնահատուկ է ինչով, որ մաշկի հիպերեմիկ ֆոնի վրա է լինում այդ ցանը, մանր կետավոր ցան է լինում եւ քիչ շրթունքային եռանկյունին այս հատվածը լինում է զուրկ, զերծ է լինում ցանից եւ շատ հաճախ երբ որ երեխան մտնում է սենյակ, փորձառու բժիշկը անմիջապես գլխի է ընկնում, որ սա հենց քութեշն է, շատ տիպիկ է ցանը։ Իհարկե նաեւ բնորոշ է քութեշին ծալքերի շրջանում թևատակերի, աճուկային, արմնկափոսերի շրջանում սպეციფიկ մուգ կարմիր բծեր են լինում, դրանք կոչվում են պաստիայի բծեր, որոնք հենց քութեշի ժամանակ է լինում։ Եվ մաշկի հետ կապված ուզում եմ նաև մի առանձնահատկություն էլ ասել, երբ որ մենք երեխային զննում ենք, շոշափում ենք մաշկը, փշոտ է լինում կարծես, սագամաշկի նման։ Դա միայն քութեշին է բնորոշ, եւ երբ որ ձեռքով սեղմում ես մաշկը, սպիտակ դերմոգրաֆիզմ է կոչվում, այդ ձեռքի տեղը սպիտակած մինչև 15-20 վայրկյան կարող է մնալ, հետո անհետանալ։ Քութեշի ժամանակ դա շատ բնորոշ է։ Եվ կարևոր ախտանիշներից մեկը դա անգինայի դրսևորումն է, թարախային անգինայի, որ պարտադիր լինում է քութեշի դեպքում եւ լեզուն մորենման լեզու ենք ասում, այ ինչու ենք ասում։ Սկզբնական շրջանում լեզուն պատված է լինում սպիտակ փառով եւ տակից այդ լեզվի կարմիր պտկիկները արտահայտված են լինում եւ առաջի հայացքից հիշեցնում է մորու։ Իհարկե օրերի ընթացքում այդ փառը մաքրվում է եւ ընդհանուր առմամբ քութեշի դեպքում ասում ենք բոցավառվող բկանցք։ Երբ որ նայում ես երեխայի բկանցքը, ալ կարմիր է լինում եւ լեզուն, եւ նշիկները, եւ կոկորդը, իհարկե թարախային փառը անցնելուց հետո է ավելի լավ է կարմիրությունը երևում, բայց բնորոշ է։ Կոկորդում նաև կարմիր եւ սպիտակ կետիկներ են լինում այդ դեպքում։ Գիտեք, կետիկ ոչ թե կետիկներ են լինում, նշիկները մեծանում եւ այտուցվում են, պատվում են թարախային փառով, ավելի շատ սպիտակադեղնավուն փառ կարող ենք տեսնել նշիկների վրա, իսկ լեզվի վրա սովորաբար սպիտակ փառ է լինում, որը 2-3 օր հետո արդեն քիչ-քիչ եզրերից սկսում է մաքրվել եւ ել ավելի պտկիկները սկսում են արտահայտվել։ Երեխաները իհարկե եւ ինկուբացիոն շրջանում եւ ծաղկման շրջանում խիստ վարակիչ են համարվում։ Ճիշտ է, քութեշի դեպքում ջրծաղիկի կամ կարմիրուկի նման վարակելությունը այդքան էլ բարձր տոկոս չէ, բայց մոտ 30-ից 40% դեպքերում, եթե միջավայրում շփվում են երեխաների հետ, իրենք կարող են վարակել երեխաներին։ Եվ կլինիկական նշաններից ուզում եմ նաև առանձնացնել, երեխաները մեծ մասը հրաժարվում է սննդից, քանի որ նշեցի, որ թարախային անգինա է լինում, դա իրենց խիստ ցավ է սկսում պատճառել եւ անգամ կուլ տալը, ջրի կուլ տալը իրենց համար ցավ է լինում եւ շատ հաճախ երեխաները սկսում են հրաժարվել սննդից։ Այդ դեպքերում իհարկե մայրիկներին ես խորհուրդ եմ տալիս, որ պետք է սնունդը լինի գոլ վիճակում կամ սառը վիճակում։ Մեր մայրիկները ինչպես են, չէ՞, եթե երեխան հիվանդանում է, սկսում են տաք թեյեր տալ, տաք ապուրներ տալ։ Իրականում նման դեպքերում տաքը ավելի վատացնում է վիճակը, քանի որ այտուցը ավելանում է եւ ցավերն էլ բնականաբար էլ ավելի են լինում։ Ունենում են արտահայտված ինտոքսիկացիա, քանի որ ջերմում են երեխաները այդ օրերին, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում,
Հիմնական դրսևորումները այդպիսին են լինում։ Բակտերիաները ինչպես են հայտնվում երեխայի օրգանիզմում։ Բակտերիաները հայտնվում են երեխայի օրգանիզմում հիվանդ մարդու հետ շփման արդյունքում, ընդ որում կարևոր մի փաստ ասեմ, որ պարտադիր չի, որ երեխան շփվի հենց քութեշով հիվանդի հետ, եթե շփվում է մարդու հետ, ով ունի ստրեպտոկոկային վարակ, բկանցքում, օրինակ թարախային անգինայի տեսքով, որովհետև քութեշը ավելի բնորոշ է 2-ից 8-9 տարեկան երեխաների, 3-ից դեռ ավելի մեծ տարիքում գրեթե չի հանդիպում հենց քութեշի դրսևորմամբ, լինում է ստրեպտոկոկային անգինայի ձևով, դա իհարկե չենք համարում քութեշ, ուղղակի հարուցիչը նույնն է, A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկը, եւ տվյալ մարդուց եւս երեխան կարող է վարակվել, քանի որ երեխաների մոտ դեռ իմունիտետը ձևավորված չի եւ իրանք ավելի ընկալ են վարակների հանդեպ, այդ դեպքում եւս կարող է պատճառ դառնալ քութեշով հիվանդացության։ Կեղտոտ ձեռքերը կամ չգիտեմ ինչ-որ մեկի ափսեից օգտվելը պատճառ է։ Առհասարակ ցանկացած հիվանդության դեպքում դա կլինի վիրուսային, բակտերիալ, անձնական հիգիենայի պահպանելը շատ կարևոր է այս դեպքում, հաճախակի լվացվելը զուգարանից հետո առաջ, բայց երեխաները, որոնք հաճախում են մանկապարտեզ դպրոց, իրենք միևնույն է մնում են երեխա եւ ամեն րոպե մենք չենք կարող իրենց հսկել, որ իրենք պահեն այդ հիգիենայի կանոնները։ Նույն մանկապարտեզում, երբ որ փակ տարածություն է, հատկապես ավելի ցուրտ եղանակային պայմաններում փակ են պատուհանները, օդափոխությունները թերի են կատարվում, երեխաները միմյանց հետ խաղում են, խաղալիքներով փոխանակվում են, խաղալիքը հնարավոր է բերանն են տանում, այդ պահին հնարավոր չի անընդհատ հսկել եւ ախտահանել ամեն ինչը, մեկը մեկով այդպես հազի փրշտոցի միջոցով մեկը մյուսին վարակում է։ Այդ իսկ պատճառով այդ միջին տարիքը 3-ից 7 տարեկան ավելի շատ ենք մենք դեպքեր ունենում, քան ավելի մեծ տարիքում, դե փոքր տարիքում մինչև 1 տարեկան առհասարակ չի լինում քութեշ, որովհետև երեխան մորից ունենում է պասիվ իմունիտետ եւ ինքը կլինիկորեն չի դրսևորվում որպես քութեշ եւ երեխաների մոտ մինչև 1 տարեկանը նշիկները դեռ զարգացած չեն։ Դա եւս առանձնահատկություն է եւ մինչև 1 տարեկան երեխաների մոտ չենք էլ ստուգում, հա, որովհետեւ դա բուժում չի պահանջում, մինչև անգամ 2-3 տարեկան ես քիչ անց բարդությունների մասին եւս կխոսեմ, ամենաուշադրության արժանիներից մեկը դա ռևմատիկ տենդն է, որ մինչև 3 տարեկան երեխաների մոտ այդ վտանգը չկա, այդ իսկ պատճառով, եթե երեխան մինչև 3 տարեկանի մասին է խոսքը, չունի կլինիկական նշաններ, չունի ջերմություն, չունի որևիցե գանգատ, բուժում անել չի կարելի այդ դեպքում լավ, իսկ 3 տարեկանից բարձրը արդեն պահանջում է պարտադիր բուժում։ Ուզում եմ նաև անցնել մյուս շրջանին հիվանդության, դա ցանավորումը կարող է տևել 3-ից մինչև 6-7 օր, 1 շաբաթ։ Ինդիվիդուալ է, ամեն մի երեխայի մոտ մի ձևով է ընթանում։ Այդ ցանավորումից հետո արդեն անցնում ենք մյուս շրջանին, որը էլի միայն տիպիկ է քութեշին, թեփոտման շրջանը։ Սկսում է ամբողջ մաշկը թեփոտվել, անգամ մայրիկները ասում են հագուստը փոխելուց սպիտակ ալյուրի նման հետքերը մնում է հագուստի վրա եւ ձեռքերին եւ ոտքերին լինում է ձեռնոցների եւ գուլպաների սինդրոմ է դա կոչվում, իրենք այսպես ամբողջ մեծ մակերեսներով սկսում են թիթեղանման մաշկը պոկվել։ Իհարկե մենք մայրիկներին զգուշացնում ենք, դա լինում է, քանի որ ավելի ուշ շրջանում իրենք արդեն հիվանդանոցում չեն լինում, փոքրինչ մայրիկների մոտ պանիկա է լինում, անհանգստանում են, ես ոնց էսպես մաշկը պոկվեց, բայց մենք միշտ հանգստացնում ենք, որ դա ոչ մի վտանգավոր բան իրենից չի ներկայացնում, դա հիվանդության ընթացքն է, հիվանդության վերջնական փուլն է կարելի է ասել։ Ընդհանրապես այդ ընթացքում պետք է խոնավեցնել երեխայի մաշկը քսուկներով, կրեմներով զուտ դիսկոմֆորտ չլինելու համար։ Միևնույնն է այդ մաշկը դուրս է գալու, տակից նորը ունենալու է երեխան եւ դա որևիցե խնդիր չի կարող առաջացնել։ Ուզում եմ անդրադառնալ նաեւ բուժմանը։ Եթե ես հաճախ իմ զրույցներում էլ ասում եմ, որ ես դեմ եմ հակաբակտերիալ անտիբիոտիկների կիրառմանը, որովհետև սեզոնային ձմռան աշնան ամիսներին հիմնականում վիրուսային են լինում վարակները եւ անհրաժեշտությունը չկա անտիբիոտիկի։ Այս դեպքում անհրաժեշտությունը խիստ կա։ Նշեմ ինչու, որովհետև եթե հայտնաբերվել է արդեն բկանցքում բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկ A խմբի եւ ունի կլինիկական նշանները երեխան եւ տարիքն էլ արդեն 2-3 տարեկանից բարձր է, անպայման նա պետք է ստանա սպეციფიկ բուժում։ Քութեշի դեպքում արդեն բժիշկը կընտրի ինքը պինիցիլինային շարք կլինի, մակրոլիդներ կլինեն, թե ցեֆալոսպորիններ լինեն,
մենք ընտրում ենք երեխայի ծնողի հետ շփվում ենք, ունի ալերգիա այս կամ այն խմբի դեղորայքի հանդեպ, ըստ դրա որոշում ենք, որ խումբն ենք նշանակում եւ իհարկե եթե բացի հիմա արագ տեստեր կան, որոնցով 20 րոպե հետո պատասխանը ունենում ենք բկանցքում կա տվյալ ինֆեկցիան թե չէ։ Խոսքը բետա հեմոլիտիկ սրեպտակոկի մասին է, բայց ունենք նաեւ բակ հետազոտություն բկանցքից, որը 48 ժամից հետո է լինում պատասխանը եւ որոշ դեպքերում այն երեխաները, որոնք շատ են հիվանդացել եւ անտիբիոտիկներ շատ են կիրառել, լինում է կայունություն հանդեպ անտիբիոտիկի եւ պետք է զգայունություն որոշել նոր անտիբիոտիկի խումբը ճիշտ նշանակել եւ պետք է անպայման պարտադիր 10 օր երեխան ստանա։ Ես դա ուզում եմ, որ ծնողներն էլ ուշադիր լինեն, որովհետև շատ հաճախ ինքս առնչվել եմ նման դեպքերի հետ, երբ որ երեխան 3-4 օր հետո արդեն լավ է լինում, մենք ուղարկում ենք տուն երեխային հետագա բուժումը շարունակելու նպատակով, որովհետև 10 օր երեխային իմաստ չունի պահելու հիվանդանոցում, որովհետև երեխան ինքը իրեն արդեն լավ է զգում։ Եվ հաճախ մայրիկները տեսնելով, որ երեխան արդեն լավ է, որոշում են, որ վերջ, արդեն բավական է երեխային ավելի նոր դեղորայք չտանք։ Դա իհարկե շատ սխալ է լինում եւ դա բերում է կրկնավարակի, դա բերում է կայունության եւ հաճախ այդ երեխաները ունենում են կրկնակի հիվանդացություն։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ մայրիկներին ուշիմ լինել եւ հետեւել բժշկի խորհուրդներին, որպիսի հետագա բարդություններից խուսափեն։ Բացի այն, որ կրկնավարակ կարող է լինել, ես նաև ուզում եմ բարդությունների մասին էլ խոսեմ, այ դուք քիչ առաջ հարցրեցիք, այո, քութեշի դեպքում եթե ճիշտ բուժում չիրականացվի, կարող է առաջացնել բարդություններ, օտիտ, սինուսիտ, մաստոիդիտ, ռևմատիկ տենդ, երիկամների վրա կարող է ազդել, գլոմերուլոնեֆրիտի տեսքով կարող է դրսևորվել եւ երբեմն ռևմատոլոգներն էլ մի շարք ռևմատիկ հիվանդություններ, երբ որ մեծ տարիքում հայտնաբերվում են արդեն, ասում են այս տեսակ հիվանդությունները չբուժված մանկական տարիքում չբուժված ստրեպտոկոկային վարակներն են։ Այսինքն անտիբիոտիկները չեն ստացել կամ թերի են ստացել եւ դա բերել է վերջում այլ բարդությունների։ Ռևմատիկ տենդ ասելով ինչ ենք հասկանում։ Ռևմատիկ տենդը դա աուտոիմուն հիվանդություն է, որի պատճառը A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտակոկն է, որը չբուժելու դեպքում կարող է զարգանալ այդ ռևմատիկ տենդը, ինքը ընթանում է բարձր ջերմությամբ, սրտի ախտահարումով, հոդերի ախտահարումով, մաշկային ախտահարումներ եւս կարող են դրսևորվել, նյարդային ախտահարումներ եւս կարող են դրսևորվել, մի փոքր ավելի բարդություններ կարող են ունենալ, որպեսզի չլինեն այդ բարդությունները, պետք է ընդամենը ճիշտ այդ 10 օրը երեխային անտիբիոտիկները տալ։ Երեխային բուժելուց հետո եւս պետք է ինչ-որ հետազոտություններ կատարեն, որ ժխտեն ինչ-որ երիկամի խնդիրը կամ սրտի։ Չէ, գիտեք, եթե երեխան ճիշտ բուժումը ստանա, այդ խնդիրները կարելի է ասել, իհարկե 100%-ով ոչ մի բան հնարավոր չի կանխարգելել, բայց մենք համարյա 90-95%-ով կանխարգելում ենք հետագա բարդությունները։ Եվ գիտեք, շատ հաճախ լինում է, որ երեխան միջին ծանրության է հիվանդությունը տանում, անգամ տանը։ Բնականաբար ես ինչպես նշեցի, քութեշը ունենում է ջերմություն, անգինա եւ այլն ցան։ Մայրիկները բնականաբար ջերմության ժամանակ սկսում են երեխաներին օշարակներ տալ եւ ցանավորվելու դեպքում ես ունեցել եմ այդպիսի հիվանդներ, որ մայրը կապում է այ օշարակից եղավ ցանը, տանը սկսում է տալ հակաալերգիկ դեղորայք, մի քանի օրից միևնույն է հիվանդությունը արդեն կարող է հետ զարգանալ կամ ինքնուրույն որոշում է, որ անտիբիոտիկով սկսի բուժել։ Եվ մենք կորցնում ենք, հա, այդ երեխաներին, արդյոք նա կատարեց ճիշտ բուժում, թե չէ։ Տարիներ հետո արդեն այլ երիկամային, սրտային, ռևմատիկ խնդիրների դեպքում արդեն որ սկսում են հետազոտել եւ կամ սպეციფიկ հետազոտություն ASLO է կոչվում, անտիստրեպտոլիզին O։ Դա մի հետազոտություն է, որը ցույց է տալիս, անձը տարել է ստրեպտոկոկային վարակ վերջին 1 տարում, 2 տարում, թե ոչ։ Եթե թիվը բարձր է լինում, ուրեմն հիվանդացել է տվյալ անձը։ Ունենում ենք այդպիսի դեպքեր, երբ ծնողը տեղյակ չի լինում եւ այդ հետազոտությամբ մենք պարզում ենք, որ այո, երեխան ունեցել է այդ վարակը եւ ինչու՞ չէ դա մեզ ուղղորդում է, որ մենք մեկ անգամ եւս ուշադիր լինենք եւ վերցնենք բկանցքի բակ քննությունը, սրիպ տեստը, որպեսզի տեսնենք արդյոք երեխան կրող չի մնացել ինֆեկցիայի։ Քանի որ նույն բակտերիան, ինչպես հասկացա, որ առաջացնում է անգինա, կարող եք ասել, որ հաճախ անգինայով հիվանդացող երեխաները ռիսկի խմբում են։ Այո, կարող եմ ասել, ուղղակի ոչ միշտ է, որ թարախային անգինաների պատճառը կարող է լինել բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկը։ Բազմաթիվ այլ միկրոբներ կան, որոնք
եւս կարող են առաջացնել թարախային անգինա։ Այն ձեր հարցի պատասխանը կարող են տալ, երբ որ կատարում ենք բկանցքի հետազոտություն։ Բաքսուկ ենք կատարում կամ այդ ստրիպ տեստը, որը ասացի արագ հետազոտություն է եւ արագ պատասխան ենք ունենում, արդյոք ունի թե ոչ։ Ամեն դեպքում հաճախակի անգինայով հիվանդացող երեխաների մայրիկներին իհարկե ուզում եմ հորդորել, որ անպայման այցելեն, կատարեն հետազոտություններ, քանի որ ինչպես հասկացաք, հետագա բարդությունները կարող են վտանգավոր լինել երեխայի կյանքի համար։ Իսկ այն ինչը կարելի է կանխել, կարծում եմ, որ պետք է կանխել։ Քութեշը եւ ջրծաղիկը ունեն նմանություններ։ Բժշկի համար ոչ, բացարձակ իրենք նման չեն եւ ցանի բնույթն է տարբեր։ Քութեշի դեպքում արդեն ասացի չկրկնվեմ, որ միանգամից երեխան ցանավորվում է, բացի քիչ շրթունքային եռանկյունուց։ Ջրծաղիկի դեպքում սկսվում է բարձր ջերմությամբ 1-2 օր, հետո սկսվում են եզակի ցանային էլեմենտներ, սկզբում կետային, հետո մակուլաներ, հետո պապուլաներ, հետո վեզիկուլաները դրանք արդեն ջրային բշտիկներն են, որ բոլոր ծնողները արդեն ճանաչում են ջրծաղիկը, որ այսպիսին է։ Աստիճանաբար է լինում այդ տարածումը եւ մազերի մեջ է լինում։ Մանկաբույժի համար կարծում եմ բացարձակ տարբեր է եւ ախտորոշելը շատ հեշտ է եւ ջրծաղիկի եւ քութեշի դեպքում։ Եվ ցանային հիվանդությունները ինֆեկցիոն պաթոլոգիայում շատ են, իհարկե, այդտեղ կարմրուկ, կարմրախտ, չնայած վերջի տարիներին կարմրախտ չի եղել, բայց կարմրուկով դեպքեր վերջերս այս տարի էլ ենք ունեցել, նախորդ տարի էլ ենք ունեցել, բռնկում եղավ անգամ, իրենց ցանային սկիզբը մի փոքր տարբեր է։ Օրինակ կարմրուկի դեպքում մի քիչ շեղվում ենք թեմայից, բայց հետաքրքիր է։ Նախ մինչև ցանի սկսվելը սպეციფიկ նշաններ կամ բերանի խոռոչում, այդ կոպլիկ ֆիլատովի բծերի տեսնելը, ջերմությունը եւ կարմրուկի դեպքում հստակ ծնողները նշում են, երեխան ցանավորվեց մի քանի էլեմենտ դեմքին, հաջորդ օրը արթնացանք պարանոցին իրանին, այսինքն վերևից ներքև աստիճանաբար ցանը տարածվում է։ Մյուս հիվանդությունների դեպքում այդպիսի էտապայնություն մենք չենք ունենում։ Մի խոսքով ամեն հիվանդություն ունի իր սպეციფიկ ընթացքը, ցանի դրսևորումը, էտապայնությունը, դա արդեն իհարկե տարբերակում է մանկաբույժը։ Քութեշը քորով չի ուղեկցվում։ Կարող է քոր լինել, այո, կարող է եւ քոր լինել, այդ իսկ պատճառով մենք եւս բժիշկներս հակահիստամինային դեղորայք ենք տալիս, որ երեխան չվնասի մաշկը։ Եվ իհարկե, երբ որ երեխաները հոսպիտալացվում են, մենք անընդհատ ամենօրյա համայնքների ընթացքում, բացի երեխայի զննելուց, շատ ուշադիր սիրտը լսում ենք, քանի որ լինում է ռիթմի խանգարումներ, բրադիկարդիա է լինում, շատ հաճախ ենք ունենում, այսինքն սրտի աշխատանքը մի փոքրինչ դանդաղում է, դա հիվանդության հետ կապված է լինում։ Երբ որ 2 շաբաթ հետո, 3 շաբաթ հետո երեխային կանչում ենք, ամեն ինչ իդեալական է լինում, այդ երևույթները անցած են լինում, բայց քութեշին բնորոշ է, ինչպես նաև լիմֆատիկ հանգույցների մեծացումը պարանոցի հատվածում, հիվանդության բնորոշ կլինիկական նշաններից են, որ պետք չի վախենալ, այդ ամեն ինչը իհարկե վերահսկելի է, բուժելի է, ընդհանրապես պետք է դիմել ճիշտ մասնագետի եւ կատարել մասնագետի խորհուրդները։ Օրինակ, եթե ջրծաղիկի դեպքում ասում են լողանալ պետք չէ, քութեշի դեպքում ինչ են ասում։ Բոլոր հիվանդությունների դեպքում ես խորհուրդ եմ տալիս մայրիկներին, երեխաներին լողացնել, որովհետև երեխայի մաշկի հիգիենան շատ կարևոր դեր ունի եւ լավացմանը երեխայի արագ ապաքինմանը շատ ավելի լավ է նպաստում։ Երեխային չի կարելի լողացնել միայն այն դեպքում, երբ տվյալ պահին երեխան բարձր ջերմում է 38 աստիճան եւ ավել։ Եթե ջերմությունը իջնում է, միևնույն է, կարելի է երեխային եւ պետք է լողացնել, որովհետեւ երեխաները քրտնում են հիվանդության ժամանակ, մաշկի հիգիենան արդեն իսկ խանգարվում է եւ իրենք էլ իրենց լավ չեն զգում այդպես։ Այնպես որ եւ ջրծաղիկի եւ բոլոր հիվանդությունների դեպքում ես խորհուրդ եմ տալիս լողանալը։ Քանի որ քութեշը ուղեկցվում է նաեւ անգինայով, ինչպես հասկացա, այդ ժամանակ խորհուրդ են տալիս օրինակ աղաջրով ողողում կատարել։ Ճիշտ է թե աղաջրով ողողումը չի վնասի հաստատ, կարևորը այլ տնական մեթոդներով բուժումներ չանել, չեմ էլ ուզում ասել, որ մի հատ էլ դա նորից ականջները չլսի մարդկանց եւ չմտածեն, հին տատիկների մեթոդներով իհարկե չի կարելի ողողումներ անել։ Աղաջուրը բացարձակ վնաս չի, կարող են եւ աղաջրով անել։ Դեպքեր են եղել, չեմ ուզում հենց անվանական նշել կամ վախեցնել ծնողներին, բայց երբ որ այդ տնական միջոցներով փորձել են, այսպես ասած, մաքրել կոկորդի թարախային փառը, շպատելով, չգիտեմ, գտալով, նյութերով զանազան, որոնք որ իհարկե չի կարելի, ել ավելի են վատացրել երեխայի վիճակը, որտեղ նշիկները իրենք փխրուն գեղձային օրգաններ են եւ իրենց լրացուցիչ դիպչելը, վնասելը կարող է շատ
լուրջ եւ բարդ հետևանքներ ունենալ, այնպես որ զգուշ եղեք։ Հիմա հատուկ սպրեյներ կան կոկորդի համար, որոնք անվտանգ են եւ ինչպես դուք ասացիք, աղաջուրը եւս անվտանգ է, բայց մանկական տարիքի սպրեյներ կան, որոնք հենց հարմարեցված են տվյալ տարիքի երեխայի առանձնահատկություններին եւ շատ լավ էֆեկտիվ են եւ օգնում են։ Բժիշկը այդ բոլորը իհարկե նշանակում է։ Նաև անպանացավի դեպքում խորհուրդ են տալիս սառցե խորանարդիկներ դնել բերան, պահել։ Բայց խեղճ մարդը անգինա է, հիմա սառուցել կողմից։ Գիտեք, երևի մեծերը մի փոքր կարող է ինչ-որ մտածեն, այդպիսի բան անեն, բայց երեխային դա հաճելի չի լինի, իրենք ուրիշ եթե պաղպաղակի տեսքով լինի, միգուցեև համաձայնվեն։ Ես նշեցի, որ արդեն պետք է սնունդը լինի կամ սառը վիճակում, կամ գոլ վիճակում, քանի դեռ բկանցքում ունենք այտուց, կարմրություն, որովհետև դա ավելի կշատացնի այդ այտուցը եւ ցավը եւ երեխան իրեն ավելի վատ կզգա։ Բայց սառը պաղպաղակ օրինակ ավելի շատ չի բորբոքի ստեղծված իրավիճակը։ Չէ, այնպես չի, որ ես պաղպաղակը պարտադիր ասում եմ, որ պետք է պաղպաղակ ուտել, զուտ, եթե ամռան ամիսներն ինչ որ շոկ եղանակ է, այդ պարագայում սառը ցանկություն ունի ուտելու, մի փոքր կարող է ուտել։ Ավելի շատ այդպիսի ձեր ասած սառցե կտորները, պաղպաղակները դրանք տոնզիլեկտոմիաներից հետո են երևի թե խորհուրդ տալիս, երբ որ նշիկները հեռացվում են։ Մենք այդպիսի խորհուրդներ չենք տալիս, զուտ տաք սնունդը չլինի։ Հիվանդության գաղտնի շրջանը քանի օր է տևում։ 1-ից 3 օր։ Ես արդեն նշեցի, 1-ից 3 օր է, դա ինկուբացիոն այդ գաղտնի շրջանն է, երբ որ երեխան ինքը արդեն վարակված է, բայց դեռ կլինիկական նշաններ չունի, բայց ինքը այդ ընթացքում վարակիչ կարող է լինել մեկ այլ երեխայի համար։ Այ վարակիչ քանի օր է լինելու ինքը։ Վարակիչ ինկուբացիայի շրջանում, այսինքն 1-ից 3 օր, եւ հիվանդության լավ հարց տվեցիք իմիջայլոց, եթե քութեշի դեպքում, ստրեպտոկոկային վարակի դեպքում անտիբիոտիկը ընտրված է ճիշտ, նշանակված է եւ երեխան ստանում է, 24 ժամից հետո կտրուկ նվազում է վարակելիության տոկոսը, իսկ 48 ժամ հետո երեխան արդեն չի համարվում վարակիչ, եթե անտիբիոտիկը սկսում ենք արդեն ճիշտ ձևով օգտագործել։ Բժիշկը նշանակում է մայրը սկսում է ճիշտ ձևով օգտագործել։ Այդ առումով իհարկե քութեշը 2 օր հետո կարելի է ասել վտանգ չի ներկայացնում շրջապատի համար։ Քութեշի բարդությունից համարվում է նշիկների քայքայումը։ Չէ, գրեթե չենք ունեցել այդպիսի դեպք։ Այ երբեմն մոնոնուկլեոզի դեպքում ունենում ենք ավելի այտուց, ավելի բարդություններ։ Քութեշի դեպքում, եթե բուժումը ճիշտ սկսվում է, սովորաբար ելքը լավ է լինում։ Բուժումը հիմնականում ճիշտ եւ ժամանակին եք սկսում, թե ուշ են բերում ծնողները երեխաներին։ Սովորաբար ուշ են բերում։ Ես ինչպես նշեցի, սկզբնական շրջանում դե բոլորս ենք այդպես, հա, եթե երեխան ջերմում է, ջերմիչեցնողներ ենք տալիս 1-2 օր, հետո քութեշի դեպքում ցան է լինում արդեն, երբեմն մայրիկները ցանը կապում են հենց այդ տված ջերմիչեցնողի հետ, մի 2 օր էլ այդպես են պահում տանը, հետո երբ որ երեխան արդեն ամբողջությամբ է ցանավորվում, իհարկե վախենում են եւ անմիջապես վազելով գալիս են հիվանդանոց։ Սովորաբար 2-րդ, 3-րդ օրն են դիմում, այդպես չի լինում, որ հենց առաջին օրը ջերմեց գան հիվանդանոց, չէ։ Ունի կրկնվելու հատկություն այս հիվանդությունը։ Այո, շատ քիչ տոկոս է իհարկե, որ ունեցել ենք դեպքեր կրկնվելու, բայց հիվանդությունը պայմանավորված է A խմբի այդ բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկի արտազատած տոքսիններով, որոնք տարբեր կարող են լինել։ Այդ իսկ պատճառով էլ կրկնակի վարակի դեպքեր մենք ունեցել ենք եւ հատկապես վերջին 3-4 տարում նախկինում ես չեմ հիշում դեպք, որ մենք կրկնակի նորից քութեշի տիպիկ կլինիկական նշաններով նույն հիվանդը 1 տարի հետո գար, բայց հիմա ունենում ենք հազվադեպ, բայց ունենում ենք։ Իսկ կրկնությունը լինում է արդեն մեծ տարիքում, թե հիմնական երեխաներին է բնորոշ։ Հենց քութեշի տեսքով, ես ինչպես նշեցի, մինչև 8-9 տարեկանում է լինում, մեծ տարիքում այդպես չի հանդիպում։ Քութեշ ստրեպտոկոկային անգինա է լինում մեծ տարիքում։ Եվ ուզում եմ նշել նաև, որ այս կրկնավարակների պատճառը հիմնականում, երբ որ մայրիկների հետ խոսում եմ, հասկանում եմ, որ 10 օրը չեն տվել երեխայի, ոնց որ նշանակել է բժիշկը, որ 10 օր պետք է պարտադիր 10-ից 14 օր է։ Վերջին միջազգային տվյալները այդպիսին են, որ եթե հայտնաբերվել է A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկ, նա պետք է 10-ից 14 օր ստանա անտիբիոտիկ, ճիշտ դոզավորումով, ճիշտ օրերով, բայց մայրիկները, ինչպես նշեցի, 3-4 օրը, երբ որ երեխան արդեն իրեն լավ է զգում, ջերմություն չի ունենում, ցանը սկսում է ետ նահանջել, ինքնուրույն որոշում են կայացնում, որ այլևս կարիքը չունենք անտիբիոտիկի եւ հանում են։ Այդ դեպքերը բոլորը հետո կրկնվում են։ Հիվանդության աճին բնորոշ է սեզոնայնությունը, այսինքն գարնանը շատ լինի կամ ձմռանը։ Գարնան, աշնան ամիսներին ավելի շատ են լինում։ Ամռանը հազվադեպ ենք ունենում։
Եվ ինչու՞ է Բայց սա։ վերջին տարիներին, գիտեք, բավականին քութեշով դեպքերը շատացել են։ Պայմանավորված է փակ տարածություններում միմյանց հետ գտնվելը ավելի շատ է լինում, երեխաների դեպքում առավել եւս, օդափոխությունը քիչ է կատարվում, պայմանավորված է դրանով։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Մենք զրուցում ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ բժիշկ վարակաբան Անահիտ Առաքելյանի հետ։